ներգրավում զինծառայության մեջ։ Շնորհակալ եմ։ Պարտադիր զինվորական ծառայության գրավչությունը բարձրանում է 24 ամիս պարտադիր զինվորական ծառայությունը 18 ամիս դարձնելով եւ 6-րդ ամսից հետո խոշոր գումար որպես աշխատավարձ վճարելով, ինչը այսօր զորակոչվողների համար բավականին մեծ գումար է եւ կարող է բարձրացնել ծառայության գրավչությունը եւ նաեւ ինչ խոսք ծառայության ժամկետի կրճատումը նույնպես գրավչության բարձրացմանն է ուղղված, ինչի մասին բազմիցս նաև խոսել է վարչապետը եւ մեր կառավարության ծրագրում արկա է, որ մենք այս քայլը պետք է անենք։ Կներեք 18 ամսյա օրենքում կա դες բան։ Չէ, Բայց ինչ ենք խոսում դրա մասին։ որովհետեւ այդ է պայմանավորվածությունը։ Չէ, դες չկա, օրենքի մասին խոսենք։ Շարունակեք, խնդրեմ։ Տեսեք, օրենքի մասին խոսելով կան կետեր, որոնք օրենսդրական լուծման տիրույթում չեն, կառավարության տիրույթում են, որոնք արդեն նշել եմ կապված հիվանդությունների ցանկի փոփոխության հետ կամ աշխատավարձի բարձրացման հետ, ինչը որոշվում է զինծառայողների տրվող դրամական ապահովման կառավարության որոշման համաձայն։ Ինչ վերաբերվում է ավել պայմանագրային զինծառայողների ներգրավմանը, արդեն նշեցի, որ այս ուղղությամբ աշխատանքներ լրացուցիչ պետք է տանել, որպեսզի կարողանանք մենք նաև գայթակղությունը լրացնելով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու ունենանք պայմանագրային զինծառայողների թվի աճ։ Նշեմ, որ վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության անցնողների թիվը աճել է, ցավոք սրտի գիտենք, որ նաև դեմոգրաֆիական խնդիրների պատճառով 2010 թվականից 2023 թվականների ընթացքում ժամկետային զինծառայողների թիվը մոտ 3 անգամ պակասել է, ինչի մասին նաև ազգային ժողովի նիստերից մեկի ընթացքում եմ հնչեցրել, երբ հայտնի միջադեպը տեղի ունեցավ պարոն Օհանյանի մասնակցությամբ կամ նախաձեռնությամբ, ինչն էր այդ պորտկումը, երբ ես նիստի ժամանակ ասեցի, որ մեր դեմոգրաֆիական լուրջ խնդիր ունենք եւ մեր բնակչության թիվը վերջին 30 տարիների ընթացքում պակասել է շուրջ 500,000-ով, իսկ մեր հարևանների բնակչության թիվը ավելացել է, մասնավորապես Ադրբեջանինը 7-ից դարել է 10 միլիոն, նշեցի նաև, որ ժամկետային զինծառայողների թիվը կրճատվել է մոտ 3 անգամ 2010-ից 2018 թվականների 2021 թվականի դրությամբ։ Սա է խնդիրը, տեսեք, եւ մենք որ ինչու մենք ունենք այսօր զորակոչի հետ կապված խնդիր, որտեղ զորակոչի հետ կապված խնդիրը սկսել է հասունանալ դեռ 2004 թվականից 2004 թվականին ուզում եմ թվեր նշել, թե քանի մարդ ենք ունեցել հետախուզվող սկսած 1995 թվականից։ 1995 թվականին բանակում չծառայելու համար ունեցել ենք 1500 հետախուզվող, 96 թվականին 4000 հետախուզվող, թիվը աճել է 2001 թվականին դարձել է 6600 հետախուզվող, 2024 թվականին թիվը դարձել է 12117 հետախուզվող։ 2004 թվականին գործող իշխանությունները մեր պետությունը ընդունեց սահմանված կարգի խախտման պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենք, ինչ էր ասում այդ օրենքը, որը մեր այն քաղաքացիներում 27 տարին լրացել է, կարող են վճարել ամեն բացակայած զորակոչի համար 100,000 դրամ եւ ազատվել քրեական պատասխանատվությունից։ Ցավոք սրտի նախագիծը միտված չէր այս խնդիրը լուծելու եւ մասամբ էր միայն լուծում 27 տարին լրացածների մասով, բայց այն անձինք, ովքեր որ ցանկանում էին խուսափել, ամեն տարի շարունակում էին խուսափել։ Այսպես գրաֆիկով տեսնում եք, որ 90-ականներից մինչև 2004 թվականը, սա 2004-ն է, թիվը գնալով աճել է եւ 2004 թվականից մինչև այսօր հետախուզվողների թիվը գրեթե նույնական է, այսինքն 11-ից 12,000-ի սահմաններում տատանվում է։ Այս օրենքից օգտվել է 2004-ից 2017 թվականների ընթացքում 9155 քաղաքացի վճարելով ամեն բացակայած զորակոչի համար ընդամենը 100,000 դրամ։ Բայց նաև տրամաբանություն չկար այս օրենքում, ինչ իմաստով, երբ քաղաքացին օրինակ 18 տարեկանից էր օրինակ երկրից գնացել եւ բացակայել էր բոլոր 9 զորակոչերին, նա պետք է վճարեր 1.8 միլիոն դրամ։ Եվ եթե նա օրինակ միայն վերջի զորակոչին չէր ներկայացել, որ ընդունենք ունեցել էր ուսման կամ առողջական տարկետում միջև 26 տարին լրանալը, եւ եթե ընդամենը 1 զորակոչ էր բաց թողել, վերադառնալով վճարում էր ընդամենը 100,000 դրամ եւ ազատվում քրեական պատասխանատվությունից։ Այսինքն այս գումարը չէր լուծում իր չծառայելով առաջացած բացը, քանի որ այդ մեր քաղաքացիները խուսափել էր 27 տարին լրացել էր, վնաս էր տվել իր պետությանը չծառայելով եւ այդ 100,000 դրամը վճարելով փաստացի որևէ հարց չէր լուծվում
2017 թվականի տարեվերջին 100,000 դրամը փոխվեց եւ դարձավ 200,000 դրամ եւ 2018-2019 թվականներին ընդամենը գործեց օրենքից օգտվեցին 1429 քաղաքացիներ վճարելով առավելագույնը 3.2 միլիոն դրամ եւ ազատվելով քրեական պատասխանատվությունից օրենքից օգտվեց 1429 քաղաքացի այն կարգավորումը որը ես եմ առաջարկում տասնյակ անգամ ավելի մեծ ֆինանսական կոմպոնենտ իր մեջ պարունակում եւ քաղաքացին ոչ թե ազատվում է պատասխանատվությունից, այլ պարտավոր է գա եւ ծառայի 1-ից 4 ամիս ժամկետով ներգրավի պայեստազորում ակտիվ մի քանի տարի մեկ մասնակցի 25 օրյա հավաքներին եւ կարիքի դեպքում նաեւ մարտական գործողությունների, ինչը նախատեսված չէր 2004 թվականից մինչեւ 2019 թվականին գործող նախորդ օրենսդրությամբ։ Շատ լավ։ Պարոն Գևորգյան,